Ողջույն, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարելույսը, իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր հոկտեմբերի 7-ն է, եւ ըստ Քրիստոսից մեր թվարկությունից առաջ 3761 թվականի հրեական օրացույցի համաձայն, այսօր աշխարհի ստեղծման օրն է, եւ երբ մենք ընդդացում ենք աշխարհի ստեղծման մասին, մեզ թվում է դա միայն անցյալի մասին ենք խոսում եւ մտածում, բայց չէ որ ամեն օր նոր օրվա սկիզբն է եւ ամեն օր մեզ նոր հնարավորություն է տալիս մեր օրը լցնել նոր լույսերով եւ մենք մինչ խոսում ենք աշխարհի ստեղծման մասին, հոկտեմբերի 7-ը մեզ բերում է երկնային մի յուրահատուկ նվեր։ Այսօր մենք բոլորս կարող ենք ականատես լինել տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկին, աշնան առաջին գերլուսնին։ Այս գերլուսինը չի լինելու տարվա միակը։ Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-ից 4 լիալուսին անընդմեջ։ Լիալուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերի 5-ին եւ դեկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 7-ին ողջ աշխարհում նշվում է ճարտարապետության համաշխարհային օրը։ Այսօրը հաստատվել է ճարտարապետների համաշխարհային միությունը։ Ավանդաբար իրենց մասնագիտական տոնի առթիվ ողջ աշխարհի ճարտարապետները կազմակերպում են համաժողովներ, քննարկում են իրենց գործունեության պայմաններն ու արդյունքները, ճարտարապետական կրթության խնդիրները։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր եւս մեկ օր է, եւս մեկ տոն է Հայաստանում նշվում, եւ այդ առթիվ մենք ունենք այսօր հետաքրքիր հյուրեր, իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կասեմ, թե ինչ օր է այսօր Հայաստանում նշվում եւ ինչ առիթով են այսօր մեր հյուրերը մեզ հյուրընկալել։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում եւ ինչպես նշել է Հայաստանում այսօր նշվում է մեկ տոն։ Այդ օրն է գրադանավարի օրը։ Տոնը առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004 թվականին։ Տոնի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը ընթերցանության կարևորության արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ նպաստել գրքի եւ գրականության տարածման ու նորովի ներկայացմանը։ Եվ այդ առիթով մենք այսօր հյուրընկալել ենք Քանաքեր Զեյթուն կենտրոնական գրադարանի գլխավոր գրադանավար Էմմա Ավետիսյանին, բարև ձեզ, եւ ընթերցանության բաժնի վարիչ Տաթևիկ Հակոբյանին, բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ մեր տոնը կարևորելու համար։ Եվ եւս մեկ անգամ առիթը բաց չեմ թողնի, շնորհավոր եմ ձեզ տոնի առիթով եւ զրույցը սկսենք ձեզանից, Տաթևիկ ջան, ինչ կարևոր նշանակություն ունի գրադանավարի եւ գրադարանների ազդեցությունը մեր մշակութային կյանքում։ Ընդհանրապես գրադարան իր ուրույն տեղն ունի թե մշակութային կյանքում, թե մարդու կյանքում, որովհետև գրքի հանդեպ սերը գալիս է մանկությունից ու մեր ընթերցողները փոքր տարիքից մինչև մեծ տարիքի ընթերցողներ են եւ մենք շփվում ենք գրեթե բոլոր տարիքի ընթերցողների հետ։ Իսկ մշակութային առումով մենք ունենում ենք տարատեսակ եւ տարաբնույթ միջոցառումներ գրադարանում եւ գրադարանից դուրս մասնակցում ենք տարբեր մշակութային օջախներում կա համայնքի ներսում եւ համայնքից դուրս այդ իսկ պատճառով մեր գրադարանավարները եւ ընթերցողները միշտ ակտիվ են միջոցառումների եւ հյուրեր ընդունելու ունենում ենք տարատեսակ միջոցառումներ ժամանակակից գրողների հետ ունենում ենք տիկտիկային ներկայացումներ, ունենում ենք փոքր բեմականություններ, ունենում ենք գրքի քննարկումներ, հետաքրքիր է կյանքը գրադարանում։ Իսկ այսօր կա ինչ-որ կազմակերպված միջոցառում, գրքի քննարկում եւ գրողների հետ։ Այո, մենք այսօր եւս ունենք հերթական միջոցառումներից, որը հյուրընկալել ենք գրադարանի հենց ներսում ավագ դպրոցի երեխաներին։ Միջոցառումը կազմակերպվել է այսօր եւ շարունակական է լինելու, ինչպես նաեւ մշակույթի կենտրոնում եւս կա միջոցառում, այնպես որ գրադարանի գործունեությունը միայն գրքերով չի սահմանափակվում եւ միջոցառումները բարբերաբար կատարվում են եւ գրադարանում եւ գրադարանի պատերից դուրս։ Իսկ գրադարանի գործունեությունը երբ է ստեղծվել, երբ է ընթացքի մեջ մտել։ Մեր գրադարանը ունի շատ մեծ պատմություն,
Գրադարանը իր գործունեությունը սկսել է 1948 թվականին հոկտեմբերի 25-ին դեռ Վերին Զեյթունի հին շենքերից մեկում, այնուհետև իր գործունեությունը շարունակելով հասնելով մինչև 1969 թվականները գրադարանը վերանվանվել է թիվ 1 տեխնիկական գրադարան, այնուհետև 1997 թվականին նորից վերանվանվել է կենտրոնացված գրադարանային համալիրի թիվ 1 մասնաճյուղ։ 2002 թվականին լուծարվել է գրադարանը, նույն թվականի վերջում ֆոնդերի նույն ֆոնդի հիման վրա գրադարանը նորից վերաբացվել է, մինչ այսօր գործում է Քանաքեռ Զեյթուն համայնքի կենտրոնացված գրադարանային համալիր։ Ունենք 3 մասնաճյուղ, կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Զեյթունում, դրոյի 16-ի A շենքում, առաջին մասնաճյուղը Քանաքեռում է, Մելիք Մելիքյան 7 շենքում, իսկ երկրորդը Վարշավյան 2 հասցեում, որը բաց է բոլորի առջև։ Մեր ընթերցողները, այո, 3 մասնաճյուղերում հաճախում են եւ իրենց գրքերը բոլոր մասնաճյուղերից վերցնում են։ Իսկ ինչ եք նկատում տարիների ընթացքում, որքանով է նաեւ ավելացել գրադարաններ հաճախելու ցանկությունը, հիմնականում նշեցիք, որ փոքր տարիքից գալիս են, ինչ տարիքից սկսած եւ ինչ գրքեր են հիմա երիտասարդները սիրում ընթերցել։ Երիտասարդները սիրում են ընթերցել ավելի ժամանակակից, բայց դասական գրականությունն չի զիջում, ավելի նոր թեկուզ թողարկված դասական գրողների գրքերը, իսկ փոքր տարիքում շատ են հեքիաթներ, պատմվածքներ վերցնում, Թումանյան, Աղայան եւ հիմնականում երեխաները ծրագրային են շատ գալիս ըստ ծրագրի են տարիքային ծրագրի, բայց նաեւ ունենք ժամանցային ինչ որ գրքեր, որը խորհուրդ է տալիս, արդեն ընթերցողներ։ Կարելի ասել, որ երիտասարդները հիմնականում սիրային եւ ռոմանտիկ ժանրի, այո, դետեկտիվը շատ է։ Դա իրենց նախընտրած ցանկերի մեջ է մտնում։ Հետևաբար, սակայն տարբերությունը այնպես չի, որ դասական գրականությունը զիջում է ռոմանտիկ եւ սիրային գրականության ցանկերից։ Երբ որ զիջելու մասին խոսում ենք, շատ հաճախ, երբ որ գրաքննադատների հետ ենք զրուցում կամ գրողների, շատ հաճախ նաև լսում ենք, որ երիտասարդները, որ բեսթելերներ կամ նոր գրողների գրքեր են ցանկանում ընթերցել, այդպիսով կարող է մի օր այնպիսի ժամանակաշրջան կա, երբ որ դասականը ընդհանուր նաև չհետաքրքրի։ Կա այդպիսի վախ նաև ձեզ մոտ։ Կարծում եմ չէ, որովհետև թե ծրագրային եւ թե ճիշտ է, կան գրքեր, որ երեխաներին տալիս ես, մեծ է, հաստ է, չեն ուզում, բայց վերցնում եմ, որովհետև այս տարի ավելի շատ ուսուցիչները նենց են արել, որ երեխան կարդա, թեկուզ մի քանի տող, բայց երեխան կարդա ու շատ գովելի է դա եւ մենք շատ ոգևորված էինք նամանավանդ ամառային արձակուրդներին եղել է շատ մեծ բազմություն ենք ունեցել ընթերցողների կողմից։ Ավելացնեմ, որ դասական գրականությունը եւս վերաթողարկվում է նոր գրքային տեսքով, այնպես որ ընթերցողները արդեն դասական գրականության նոր վերաթողարկված տարբերակը եւս նախընտրում են։ Միշտ արտիական է դասական գրականությունը։ Ինչպես Տաթևիկ ջան նշեցիք, որ ուսուցիչները ստիպում են, այսպես ասած, որ երեխաները ընթերցեն, քոնի մի քանի տող, եթե բարդ գիրք է, չեն ընկալում, երբ որ երեխաները չեն սիրում ընթերցել եւ նոր ուզում են ինչ-որ գիրք վերցնել, որպեսզի սկսեն ընթերցել եւ սեր առաջանա գրքի հանդեպ, նաեւ մեծ ազդեցություն է ունենում հենց գրադարանավարի աշխատանքը։ Ինչպիսին է պետք է լինի, որպեսզի սեր առաջացնի գրքի հանդեպ երեխաների մոտ, այլ ոչ թե հակակրանք։ Մենք փորձում ենք երեխաների մեջ, այո, սեմանել այդ սերը, գրադարանավարը սերտ կապված է գրքի հետ, երբ որ ընթերցողը մոտենում է, մեր գրադարանավարները ցանկանում են հասկանալ, թե երեխան ինչ նախասիրություն ունի, եւ ըստ դրա արդեն երեխան ընտրում է իր գիրքը, փոքր տարիքում ավելի նկարներով, մեծ տարիքում արդեն կան ընթերցողներ, որ հստակ գիտեն ինչ գրքի հետևից են եկել, իսկ եթե չէ, արդեն գրադարանավարը առաջարկում է իր այն գրքերը, որ ավելի շատ է կարդացվում եւ մեծ սիրով ընթերցողները սպասարկվում են։
ու ավելացնեմ, որ իրենք ընթերցելուց հետո նաև տեղի ունենում տվյալ գրքի, եթե ցանկություն են ունենում, հանդիպում հեղինակի հետ եւ գրադարանում այո կազմակերպվում է այդ հանդիպումները, քննարկումներ են տեղի ունենում եւ դա այո մեծ ողջավորություն է նաև ընթերցողին, որ նա կարդա այդ գիրքը։ Նա գիտի, որ դրանից հետո կարող է հանդիպել ընթերցողը նաև կազմողի հետ, խմբագրի հետ, գրքի հեղինակի հետ եւ դա նպաստում է որպեսզի ընթերցողը շատ ոգևորվում են, որ գրողի հետ կարողանում են հանդիպում ունենալ եւ անմիջապես իրենց հարցերը, նենց հետաքրքիր հարցեր են տալիս երեխաները հիմնականում, որը գրողներն են զարմանում, թե որտեղից բովանդակությունից ինչպես առաջանում է այդպիսի հարցեր։ Իսկ ինչ գրքից է ճիշտ սկսել, երբ որ ընդհանրապես երեխաների գիրք չեն ընթերցել, որ գրականությունն է ամենաճիշտը, որ սկսեն ընթերցել։ Փոքր տարիքում նորից նշեմ, որ հեքիաթներից են սկսվում։ Թումանյան, ունենք փոքր հեքիաթներ, ունենք մեծ մանկական բաժին ունենք, իսկ ավելի այն տարիքում, որոնք ունեն հստակ որոշած, արդեն իրան գիտեն ինչ գիրք ընտրել, ինչ ոճի գիրք ընտրել, իսկ եթե ոչ, արդեն կարողանում է նաև գրադարանավարը, որ տվյալ գիրքը կարդային։ Եվ նշեմ, որ գրադարաններում, որ կատարվում է միջոցառումներ, մենք ունենում ենք ցուցահանդեսներ, այդ ցուցահանդեսի շրջանակներում, երբ որ երեխան մոտենում է թերթում է, նույնիսկ այդ ժամանակ է իր մոտ ցանկություն առաջանում, կարող եմ այս գիրքը վերցնել, տանել, նայել, եւ վերջերս մենք ունեցել ենք գրադարանային ճամբար 2025, որը բարեգործական հիմունքներով է կատարվում ամբողջությամբ եւ 100-ից ավելի երեխաներ մասնակցություն ունեցան։ Մենք այդ շրջանակներում ունեցանք հանդիպումներ սպորտի բնագավառում, արվեստի բնագավառում, երաժշտական դպրոցներից, մշակույթի եւ հիմնականում ում հրավիրում ենք մեծ սիրով գալիս են մեր գրադարան հյուր եւ երեխաները նույնիսկ այդտեղ երբ որ ունենում են շփում գրադարանավարի հետ, ունենում են ընկերներ, արդեն քննարկում են ինչ գիրք կարելի է կարդալ կամ դու ինչ գիրք ես կարդացել, այդ իսկ պատճառով երբեմն իրենք որոշում են ինչ գիրք կարդալ։ Վերջերս ունեինք գրողի հետ հանդիպում, երբ որ գրողը իր կողմից բերել էր գրքեր, նրանք բոլորը կարդացին այդ գրքերը ու հետո ունենում են քննարկում։ Եվ այդ շրջանակներում, որ մենք ունենում ենք նման հավաքներ, գրադարանային ճամբար կամ ինչ-որ ծրագիր, երեխաները նույնիսկ այդ իրանց ընկերներ ձեռք բերելը ոգևորված են գալիս գրադարան։ Չկա, մենակ եկեք այն հին ձևով գիրքը վերցրեք գնացեք, չէ։ Այո, փոխվել են կարգերը գրադարան անցել ու երեխաները ավելի մեծ սիրով են հաճախում։ Իսկ վերջին հանդիպումը գրողի հետ ինչ գրող է եղել, ինչ ժանրի գրող է, ինչպես է անցկացվել։ Մանկագիր Սաթենիկ Ղազարյանի հետ էր հենց հանդիպումը, որը հենց ընթերցողներն են ցանկացել հանդիպել իր հետ, քանի որ հեքիաթները կարդալուց հետո ունեցել ենք Սևակ Ղազարյանի հետ հանդիպում, որը մեծ ոգևորություն ունեցավ ծանոթանալու։ Միայն գրողների հետ չէ, մենք վերջերս նաև կազմակերպել էինք կավեգործության դաս, որը որ մասնակցեց մոտ երևի 40 երեխա, ավել եւ դա մեծ ոգևորվածություն էր իրենք կավագործության նկատմամբ սերը եւ այն կազմակերպեցինք հենց գրադարանում։ Իսկ որքանով եք մեծ դեր տալիս այն հանգամանքին, որ երեխաները դեռ փոքր տարիքից կապվեն մշակույթի հետ, կավագործություն, հենց գրքերի հետ կապ ունենան, որքանով է նրանց աշխարհայացքը փոխվում այդ ամենից հետո։ Գրադարանը այո, կազմակերպում է այն միջոցառումները, նույնիսկ փոքր տարիքից, ինչու՞ չէ, որ մենք հաճախ ենք այցելում մանկապարտեզներ եւ մանկապարտեզի սաներին փոքր 3-4 տարեկանից արդեն իրենց հրավիրում նաեւ գրադարան, ծանոթացնում գրքի հետ, նույնիսկ իրենց հետ գրքի մշակում ենք իրականացնում, գրքի թերթերին ենք ծանոթացնում, նկարներին, հենց այդտեղից է սերմանում գրքի հանդեպ փոքր երեխաների սերը եւ այո, դերը կատարվում են փոքր տարիքից պետք է աշխատել երեխայի հետ, որպեսզի նա հասկանա, որ գրքի հանդեպ սերը հենց այդ տարիքից է սկսվում։ Իսկ գրադարանը որն է եղել վերջին շրջանում ամենասպասված եւ սիրված գիրքը, որ գրադարանը համալրվել է եւ ունի արդեն գրադարանում։
Գրադարանը համալրվում է շատ գրքերով, ասեմ ավելին, որ Երևանի քաղաքապետարանը մեզ վերջի տարիներին մեր գրքային ֆոնդը համալրում է նոր գրականությունով, արտի գրականությունով եւ ընթերցողները մեծ սպասում են այդ գրքերին։ Այս հաղորդումից հետո եւս մենք ստանալու ենք Երևանի քաղաքապետարանի կողմից գրքեր, նոր գրքեր եւ ոչ միայն Երևանի քաղաքապետարանն է տալիս, այլ մեր ընթերցողները եւս ընթերցում են իրենց իսկ գնած գրքերը եւ մեծ սիրով նվիրում գրադարանին։ Այնպես որ գրադարանը հաճախ է գրքային ֆոնդը համալրվում նոր գրականությունով։ Երբ որ խոսում ենք նոր գրականության մասին, չենք կարող նաև անտեսել այն հանգամանքը, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ թվային աշխարհը մեծ գերիշխում է եւ երեխաները հիմնականում երիտասարդները սիրում են էլեկտրոնային գրականություն կամ աուդիո գրքեր, ժամանակային առումով չեն կարողանում հասցնել գրադարաններ գնալ կամ գրախանութներ գիրք ձեռք բերելու համար։ Ինչ եք նկատում, նաև մեծ աճ գրանցում է էլեկտրոնային գրականությունը, թե ամենայն մեծ աճ կա նաև գրադարաններ այցելել։ Կան ընթերցողներ, որոնք սիրում են էլեկտրոնային տարբերակով ընթերցել, բայց հիմնականում թղթային տարբերակով է գիրքերն ընթերցվում, որովհետև հիմնականում երիտասարդների շրջանում կարող է լինել էլեկտրոնային տարբերակը, իսկ փոքրերի եւ ավելի մեծահասակները նախընտրում են գրքային։ Եվ այն գիրքը, որը ավելի շատ է շրջանառվում, հաճախ երբ որ գալիս են հարցում, ունեք այս գիրքը, որտեղ նման գրքերը դեռ on-line հարթակում չեն կարող կարդալ եւ միայն թղթային տարբերակով դեռ կա, դրա համար կարդում են ավելի շատ թղթայինը։ Իսկ գրադարան ունի համալրում նաև էլեկտրոնային գրքեր, որ համայնքային գրադարանները դեռ չունեն, բայց հիմնականում մեծ գրադարաններից են սպասարկվում on-line տարբերակով, բայց կարծում եմ շուտով մենք էլ կմիանանք այդ աշխատանքին եւ ավելի արդյունավետ կլինի, ինչքանով ընթերցողի համար լավ կլինի, ժամանակները ցույց կտան։ Իսկ ինչ նոր նախագծեր ունեք այս տարի իրականացնելու, թե ընթերցանության առումով, թե նաև գրողների հյուրընկալելու առումով։ Մենք ավելի նախընտրում ենք արձակուրդային սեզոնին, ոնց որ ընթերցողներին ավել ժամանակով կանչենք, ունենք աշնանային արձակուրդներին ծրագիր, աշնան գույները գրադարանում եւ կազմվում է ծրագիր եւ մենք ունենք մեր պաշտոնական էջերը եւ Facebook-ում եւ Instagram-ում, որտեղ նախորոք տեղեկացնում ենք եւ երեխաները գրանցվում են, իսկ հանդիպումները լինում են ընթացքում։ Պայմանավորվում ենք եւ երբ հարմար է լինում, էլի տեղեկացնում ենք, հյուրեր ունենում ենք եւ քննարկում ունենում ենք, հստակ որ ասենք այս մարտիկ, այս ինչ օրը ընթացքում է լինում։ Երբեմն ընթերցողներն են ցանկանում հանդիպել տվյալ գրողի հետ եւ մենք կազմակերպում ենք։ Կան գրողներ ժամանակակից, երբ որ ընթերցողները գալիս են, կարող է ձեր հյուրը լինել, հարմարվում են գրողի հետ, խոսում ենք, գիտեք, այս ժամանակ հարմար չի, ունենք հյուրեր, մեզ խոստացել են, որ Ռուբեն Եսայանն է խոստացել, Աշոտ Աղաբաբյանն է խոստացել, մեծ սիրով սպասում ենք այդ հանդիպումներին եւ ինչու՞ չէ բոլոր գրողները, ովքեր կցանկանան այցելել մեր գրադարան եւ ունենալ հանդիպում ընթերցողների հետ, մենք մեծ սիրով սպասում ենք համագործակցելու համար։ Դուք այսօր նաև հնարավորություն ունեք, քանի որ գրադարանավարների օրն է, ձեր գործընկերներին շնորհավորելու եւ ինչ ունեք նաև ասելու հեռուստադիտողներին եւ ձեր աշխատակիցներին։ Մենք իհարկե շնորհավորում ենք մեր մասնագիտական տոնը եւ բոլոր գրադարանավարներին, քանի որ այսօր գրադարանավարը, չգիտեմ, մեծ դեր է կատարում, ինչքանով որ ընթերցողը դա հասկանում է թե չէ, բայց գրադարանավարը չգիտեմ գնահատված է, այո, գնահատված է, դա եւ դա շատ ողջունել է։ Մենք այդ սերը զգում ենք մեր ընթերցողների կողմից, իրենց գրկախառնություններով, իրենց այցելություններով եւ մենք իրենց է շատ սիրում ենք։ Մենք մեր ընթերցողներով ենք այսօր ուրախանում եւ ինչքան իրենք մեզ գնահատեն, այդքան ուրախ մենք մեր տոնը կնշենք։ Եվ ողջունում ենք, ուրախոր ենք մաղթում, լավ տոն բոլորիս համար։ Իսկ ինչպես եք պատկերացնում նաև ձեր գրադարանի հետագա ապագան, օրինակ ունեք նաև հատուկ որ երեխաները ընթերցում են։ Այո, մենք ունենք գրադարանում եւ ընթերցասրահ եւ աբոնեմենտային բաժին, ընթերցասրահում ընթերցողները գալիս են եւ ինչ տեղեկություններ իրենց տեղում են սպասարկում, ստանում են իրենց համապատասխան նյութերը, իսկ աբոնեմենտային բաժինը հենց գրքերը իրենք ընթերցողները
վերցնում են որոշակի ժամանակով եւ վերադարձնում են։ Այնպես որ մեր ընթերցասրահը եւս շատ մեծ է եւ այդ հանդիպումները, որոնք որ նշեցինք եւ միջոցառումները կազմակերպվում են ընթերցասրահում եւ մեծ սիրով մեր ընթերցողներին եւ բոլորին սպասում են գրադարան։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ եւս մեկ անգամ տոնի առիթով ձեզ շնորհավորում ենք եւս շնորհակալ ենք մեզ հրավերելու համար։ Շատ հաճելի զրույցի համար։ Սիրելի Այո, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Քանաքեր Ձեյթուն կենտրոնական գրադարանի գլխավոր գրադանավար Էմմա Ավետիսյանի եւ ընթերցասրահի բաժնի վարիչ Տաթևիկ Հակոբյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք թողարկումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում եւ նշեմ, որ Խոսրով գետի ափին Ստվերոտ լանջին կանգնած է Տափի բերդը կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը, ինչպես այնտեղի բնակիչներն են անվանում։ Իսկ թե ինչու է այն կոչվել Գևորգ Մարզպետունու անունով, կիմանանք, եթե դիտենք պատրաստված տեսանյութը։ Տափիբերդ ամրոցը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով է կոչում, գտնվում է Խոսրով գետի աճափին, Ուրց քաղաքատեղի հյուսիսարևմտյան եզրին, Ուրցաձոր գյուղից 6 կիլոմետր հյուսիսարևելք Խոսրով գետի աճափին։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական եւ ամրոցաշինական մեծ արժեք, շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով։ Գևորգ Մարզպետունին եղել է միջնադարյան ժամանակաշրջանի ազդեցիկ եւ հեղինակավոր հայ իշխաններից մեկը, ով տիրել է այս տարածքներին։ Նա այս ամրոցը վերակառուցել ու ամրապնդել է։ Դրա հետ կապված ամրոցը ստացել է նրա անունը, որպես նրա տիրապետության եւ հեղինակության նշան։ Պարսպի հարավային եւ արևելյան պատերին կից կան 10-ից 13-րդ դարերի կառուցված բնակելի տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում գտնվում է նաեւ 13-րդ դարի եկեղեցի, որը թաղածածկ դահլիճ է։ Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է Տափ տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-ից 13-րդ դարերի մի տապանակար, իսկ հյուսիսային պատի տակ 14-ից 16-րդ դարերի Թադևոսի տապանակարն է։ Ամրոցի տարածքում կան նաև մի քանի խաչքարերի բեկորներ։ Մենք վերադարձանք, դիտեցինք պատրաստված տեսանյութը, իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ հերթը օգտակար խորհուրդներին է։ Հնդիկ բժիշկները պնդում են, որ ռեհանը պայքարում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են առաջ բերել քաղցկեղ։ Համաձայն գիտական հետազոտությունների ռեհանը ամրացնում է իմունային համակարգը, այն օժտված է հզոր հակասեպտիկ եւ հակաբակտերիալ հատկություններով, պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները։ Ռեհանը պարունակում է վիտամին B6-ի ու մագնեզիումի մեծ քանակություն։ Մագնեզիումը կանխում է սրտի նոպաների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը։ Վիտամին B6-ը կանխում է վնասակար տարրերի կուտակումը։ Ավելին, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացման հավանականությունն ու թուլացնում մկանները։ Հետաքրքիր է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս չմոռանալ ռեհանի մասին տարվա ցանկացած եղանակի եւ օգտագործել գոնե չորացած վիճակում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք ամրապնդում են մարդու իմունային համակարգը։ Սակայն այսքան օգտակար հատկություններով հանդերձ այն հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոզ, հիպերտոնիա, տարել են հղիություն կամ գտնվում են լակտացիայի շրջանում։ Այն խորհուրդ չի տրվում նաև օգտագործել 7 տարեկանից փոքր երեխաների, ինչպես նաև հակացուցված է արյան մակարդման խնդիրներ ունեցողներին։ Այսքանը ռեհանի օգտակար եւ բացասական ազդեցությունների մասին, ինչպես նաև հակացուցումների, իսկ գիտեիք, որ Աֆրիկայի
Աֆրիկայի ափերից ոչ հեռու Հնդկական օվկիանոսի կապույտ ջրերի մեջ առանձնանում է մի կախարդական կղզի՝ Մադագասկարը, իր յուրահատուկ բնությամբ, մշակույթով եւ պատմությամբ։ Այս արևադարձային դրախտը ոչ միայն հարուստ է կենսաբազմազանությամբ, այլև ունի հազարամյակների պատմություն ու բազում մշակութային շերտեր, որոնք այսօր միասին կբացահայտենք։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք դեպի Մադագասկար։ Մադագասկարը գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով, տարածվելով Համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում, զբաղեցնելով 590,000 քառակուսի կիլոմետր մակերես։ Այստեղ տարածվում են արևադարձային փարթամ անտառներ, որոնք հարուստ են իրենց բնորոշ էկզոտիկ կենդանական և բուսական աշխարհով։ Մադագասկարում մարդու ներկայության հնագույն վկայությունները սկսում են մեր թվարկությունից առաջ 2000 թվականից։ Կղզու առաջին բնակիչները ավստրոնեզիացի ժողովուրդներն էին, որոնք եկել էին Բորենոյից, մեր թվարկությունից առաջ 350-ից 550 թվականներին։ Ժամանակի ընթացքում այս տարբեր մշակույթները և ժողովուրդները ձուլվեցին, ձևավորելով Մալագասի էթնիկ խումբը, որն այսօր բաղկացած է 18-ից ավելի ենթախմբերից։ Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի և համեմունքային բույսեր, սակայն անասնապահությունը թույլ է զարգացած։ Մադագասկարը մի երկիր է, որտեղ համադրվում է բնության անսահման գեղեցկությունը, հնագույն պատմությունը և մշակութային բազմազանությունը։ Նրա արևադարձային անտառներում ապրող էնդեմիկ կենդանիները, բազմաշերտ հասարակությունը, ինչպես նաև պատմական անցյալը այս երկիրը դարձնում են եզակի ամբողջ աշխարհում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը եւ ես վերջում առիթից օգտվելով եւս մեկ անգամ շնորհավորում եմ հատկապես մեզ դիտող բոլոր գրադարանավարներին ձեր կատարած ահռելի աշխատանքի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը։ Ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։